Սիրիայում ամերիկյան ավիահարվածներն աշխարհում դեռ ամենաքննարկվողն ու ամենամեկնաբանվողն են։ Թրամփի խորհրդական McMaster-ի հերթական թվացող մեկնաբանությունը նոր իրավիճակում նոր փոփոխության անոնսն է։ Մենք պատրաստ ենք նոր գործողություններ իրականացնել Ասադի ռեժիմի քիմիական հարձակումներին վերջ տալու համար։ Ամերիկացի դիվանագետները ևս մեկ դիսկուրս են ստեղծել, իրար հակասող հայտարարություններ են անում, որն է ամերիկյան վարչակազմի առաջնահերթ խնդիրը՝ տապալել Ասադին, թե պայքարել իսլամական պետության դեմ։ Նայած որ լսարանին ինչ է ուղղված, շեշտերը փոխվում են։ Արաբագետն ավիահարվածները ևս պայմանավորում է ամերիկյան ներքաղաքական գործոններով, հարվածելու որոշումով նախագահ Թրամփն ազատվեց մեղադրանքներից, թե Կրեմլի մարդն է։ Վաշինգտոնյան իստեբլիշմենտում տեղի ունեցող այդ պայքարի արդյունք որպես կարող ենք դիտարկել, որը Տրամփը այս քայլով, այս որոշմամբ ընդգծեց իր հակառուսական, հակապուտինյան, ասենք, տրամադրությունը։ Ռազմական որոշումից հետո Թրամփն անցավ նաև կոպիտ հռետորաբանության, նրա պետքարտուղարը նույնպես։ Թիլերսոնին ևս մեղադրում են Ռուսաստանի հետ բարեկամության համար, ապրիլի 12-ին նա Մոսկվայում կլինի, Լավրովի հետ ծանր բանակցություններ են սպասվում։ Թիլերսոնը հայտնի է որպես ծանր բանակցություններ վարող անձնավորություն։ Այսինքն դա այստեղ անձնական կապեր կան այնտեղ, կփորձեն օգտագործվել, որպեսզի որոշակի ձեռքբերումներ լինեն։ Երկու հարց հիմա արկախված են, նախ քաղաքական կարգավորումն ու մինչև վերջերս ընթացող բանակցությունները, ապա ամենաբարդը Սիրիայի տարածքում օդային գործակցությունը, սա է վտանգավոր, ասում է արաբագետը։ Պատահական տարբեր տեսակի դիվերսիաներ կարող են լինել։ Այսինքն այս ժամանակ արդեն մեր ձեռարևելքը ավելի ակտիվ ռազմական փուլի մեջ ներկայացվի եւ որը մեր համար ավելի ոչ նպաստավոր է։ Առնվազն ևս երկու գործոն կա, որոնք կարող են Մերձավոր Արևելքն ավելի թեժ դարձնել։ Նոր իրավիճակը հարցեր է առաջացնում բանակցությունների եկած զինված ընդդիմադիրների մասով։ Դեռ հստակ չէ կշարունակեն նրանք քաղաքական կարգավորման փորձերը, թե կվերադառնան զինված պայքարին։ Եվ Սիրիայում շիայական խմբերի, հետևաբար նաև Իրանի մասով ևս Վաշինգտոնը կարող է գործել կոշտ որոշումներով։ Անի Ավետյան, Անդրանիկ Արթենյան, ժամը լրատվական։